Շնորհակալ ենք Տեր իմ Աստվածաշան, որ լույսի մեջ բերեցիր մեզ խավարից։ Շնորհակալ ենք, որ դու ընտրեցիր մեզ ամեն մեկիս անունը գրեցիր քո կյանքի գրքի մեջ։ Շնորհակալ ենք փառավոր Աստված, որ դու քո կյանքը չխնայեցիր մեզ համար, փրկության համար, որ դու խաչին բարձրացար, որպեսզի մենք ունենանք կյանք եւ ել ավելին։ Հիսուս, մենք փառավորում ենք քո սուրբ անունը եւ գոհանում ենք ամեն ինչի համար։ Ու ասում ենք, փառքին, պատվին միայն դու ես արժանի։ Փառք պատիվ քեզ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Հալելույա, ամեն։ Ամեն, ամեն, ամեն մի ծափահարությունները դա Տիրոջ է պատկանում, դա Տիրոջ համար է։ Փառք Աստծուն։ Գիտեք ինչ, շրջվեք ձեր կողքիներին եւ ասեք, դու ընտրված ես, դու ընտիր ես։ Եվ կարող եք նստել, շնորհակալություն փառաբանության համար։ Ես ուզում եմ, սիրելիներս, ես ուզում եմ մի փոքր վկայությունով սկսեմ այսօրվա ծառայությունը։ Նախ շնորհակալ եմ Փառք Տիրոջը, որ ելի հնարավորություն ունեմ այստեղ խոսքով կիսվելու համար։ Փառք Տիրոջը, շնորհակալ եմ Հովիվ Սարոյին, որ հրավիրել է այստեղ։ Իմ վկայությունը գիտեք ինչպիսին է, երևի բոլորդ էլ անցել եք այդպիսի մի ժամանակ, սրանից երևի նոր էի ապաշխարել, մեկ տարվա ապաշխարած էի 24 տարի առաջ եւ սրտիդ մեջ ունես Հիսուսին, դու ուրախություն քո մեջ, սեր, ցանկանում ես ինչ-որ մարդկանց հետ կիսվես Տիրոջ սիրով, կիսվես Հիսուսով եւ միտեղ է աշխատում, որտեղ շատ հայություն կար հավաքված։ Այդտեղ հայություններ այդտեղ աշխատում եւ ահա մի անձնավորություն կանգնեցրեց ինձ, ասեց, ինչ որ շատ եմ ուրախ քեզ տեսնում։ Ոնց է գործերդ։ Ասի ընտիր։ Ասես մի տեսակ զարմացած նայես ինձ, ցին չհանես գնաց։ Հաջորդ օրը մոտեցավ, էլի մոտեցավ կոնկրետ ինձ։ Ասեց էլի ժպտում ես։ Ասի իհարկե, ասես լսի, ոնց է գործերդ, ասի ընտիր, թողես գնաց, ինձանից մի քիչ տարիքով էր, երրորդ անգամ երբ որ մոտեցավ արդեն ինքը, ես էլ էի ուզում հարց տա իրան, բայց ինքը շտապեց ու ասեց, էլի ընտիր ես, ասի իհարկե, ասես լսի, մի հարց տամ էլի, շատ հայություն կա ստեղ, ես գիտեմ դու հավատացյալ ես։ Իմ հարցը հասարակ է, պատասխանի ու վերջ։ Էդ ինչն է քեզ ուրախություն պատճառում, ասի Աստված։ Ասես լավ, գիտեմ, ինձ էլ է ուրախություն պատճառում։ Ինչի, բայց սաղին հարցնում եմ, մեկը կարողության տեր է, այն մյուսը ֆինանսների տեր է, այն մյուսը սա, այն մյուսը սա, ում ասում եմ հայկական երաժշտական տարածված դուդուկ են միացնում։ Իսկ քո մոտ ես գիտեմ, քո աշխատանքը ես տեսնում եմ, քո մոտ ամեն ինչ ընտիր է։ Ասի, որովհետև ես Աստված ունեմ։ Այստեղ բոլորս հավաքված են, այստեղ բոլորը հավաքված են Տիրոջ ընտրյալները։ Ես հավատում եմ, որ ձեր մոտ ամեն ինչ ընտիր է։ Գիտեք ինչ, մեքենայով գալիս էինք, այս խաչմերուկը մի փոքր որ թեքվեցինք, գեղեցիկ մի հատ լիճ ունեք դուք։ Կողքը հավաքված էին ընտանիքներով, նույնիսկ վրան էին բերել, դրել, սայլակներով երեխաների հետ, նայեցի, բայց այո, իհարկե ուրախություն է այդ մարդկանց համար, ուրախություն է, որովհետև իրանց հանգիստն են ստանում, բայց երբ որ եկա այստեղ, ձեր վարձքը ավելի մեծ է, սիրելիներս, որովհետև դուք Տիրոջ տանն եք, իրանք բնության գրկում են, իրանք այդ նույն բանը դուք էլ կարաք վայելեք, բայց իրանք ստեղ չեն, դուք Տիրոջ տանն եք, դուք Տիրոջն եք վայելում, Տիրոջ սերը, Տիրոջ լույսը, Փառք Տիրոջը ձեզ համար։ Մի խոսք ունեմ այսօր կիսվելու ձեզ հետ, վերնագրել եմ համբերություն եւ խաղաղություն։ Մի ճանապարհ է, որ բոլորս էլ անցնում ենք։ Մի ճանապարհ է, որը բոլորիս էլ պետք է։ Գիտեք ինչ, երկրագնդի վրա 8 միլիարդ մարդ է ապրում այսօրվա դրության մեջ։ Բայց
Դերեք մի փոքր անցնենք հետ ծննդոցի մեջ, երբ որ Աստված արարեց այս երկիրը, երկու անձնավորություն Եվան եւ Ադամը ստեղծվեցին, չէ՞։ Եդեմական պարտեզ Աստված ստեղծեց։ Աստծո ծրագիրը գիտեք որն էր, որպիսի եդեմական պարտեզը ոչ թե մի փոքր հատվածում, որ այսօր մտածում են թե որտեղ է Իրաքի սահմաններում է, ինչ որ Հայաստանի ակունքներում է եւ այլն, չէ, եդեմական պարտեզը պետք է ամբողջ երկրագնդով մեկ լիներ։ Դա Աստծո ծրագիրն էր, այսինքն մենք էլ պետք է լինեինք դրա մեջ։ Բայցերը շատ են, բայցից առաջ ստորակետ են դնում, բայց կատարվեց այն, ինչ որ կատարվեց։ Բայց Աստված մեզ բոլորիս կամք է տվել այսօր, Աստված մեզ բնավորության գծեր է տվել։ Մեր բնավորության գծերից, որի մասին ես ուզում եմ խոսամ այսօր, դա խաղաղությունն է եւ համբերությունը։ Մենք ես ու կինս շատ փորձություններով մեջով ենք անցել մեր զավակների հետ միասին։ Այդ փորձությունը բերում է համբերություն, իսկ համբերությունը բերում է խաղաղության կամ հակառակը դուրս ես գալի ափերից, չէ՞, ոնց որ ծովն է դուրս գալիս ափերից, Այվազովսկուի 9-րդ վալն է գալիս։ Ես ուզում եմ մի անձնավորության մասին խոսենք, այդ անձնավորությունը բոլորդ էլ ծանոթ է, ինքը Հայաստանում էլ է եղել, ինքը մեծ գործունեություն է ունեցել Հայաստանում, առաջի գազանանոցն է բերել նույնիսկ Հայաստան, դա Նոյն է։ Մեր հայն է, մեր երևի ինքը հայ էլ է եղել, որտեվ սկիզբը ինքն է դրել ամեն ինչի։ Բացենք ծննդոցի 6-րդ գլուխ 5-ից 8-ը, կարդանք եւ երբ Տեր Աստվածը տեսավ, որ մարդկանց չար գործերը բազմացան երկրի վրա եւ ամեն ոք ամեն օր մտքում չարություն էր խորում, զղջաց, որ մարդ է ստեղծել երկրի վրա եւ մտահոգվեց։ Եվ Տեր Աստվածը ասաց. վերացնելու եմ ամեն մի մարմին, որին ստեղծեցի երկրի երեսից ջնջելու եմ ամեն ինչ մարդուց մինչև անասունները, սողուններից մինչև երկնքի թռչունները, որովհետև զղջացի, որ ստեղծեցի նրանց, բայց Նոյը արժանացել էր Տիրոջ Աստծո շնորհին։ Մի անձնավորություն պատկերացնում եք, երկիրը, ու կարելի է ասել Նոյը Ադամի երևի թոռն էր։ Ադամի 930 տարի ապրել, Նոյն էլ արդեն 500 տարեկան էր, բայց այդ ընթացքում երկիրը ավելի էր աղտոտվել մարդկային գարշելի մեղքից եւ Աստծուն տհաճ էր։ Աստծուն ոչ միայն տհաճ էր, այլ նաեւ Աստված զզվում էր ամեն ինչից։ Պատկերացնում եք, նույնիսկ Աստված զզվում էր կենթանական աշխարհից, ասում է ամեն ինչ ուզում եմ ոչնչացնեմ երկրի սողուններին, ոչնչացնեմ թռչուններին։ Ու Աստծո ծրագրի մեջ էր, բայց գտնվեց մի անձնավորություն, որի պատճառով մենք իհարկե այսօր այստեղ ենք։ Ապրում ենք, շարունակում ենք, որի պատճառով իհարկե որը եկավ, նաև Հիսուսը եկավ։ Հիսուսը եկավ։ Փառք Տիրոջը։ Նոյի մասին շարունակենք ծննդոցի 6-րդ գլխից 12-ից 13-ը Տեր Աստված տեսավ, որ երկիրն ապականված է, որովհետև բոլոր երկրի վրա ապրում էին անօրեն կյանքով։ Բոլոր երկիրը։ Եվ Տերը Աստված ասաց Նոյին. մարդկանց ժամանակը վերջացել է, քանի որ երկիրը լցվել է նրանց անօրենություններով, ես պիտի ոչնչացնեմ նրանց, ինչպես նաև երկիրը։ Տերը ծրագիր ուներ։ Ոչնչացնելու համար հարկավոր էր, որպեսզի փրկեր Նոյին։ Նոյին փրկելու համար հարկավոր էր տապան։ Աստված տվեց ծրագիր, ինչպես որ կառուցի, եւ Նոյը սկսեց կառուցելը իր 3 զավակների հետ։ Այստեղ հետաքրքիր է, գիտեք ինչն է, ընդամենը մի թերթ գրված է, մի թերթում գրված է տապանի կառուցումը։ 100 տարի։ 100 տարի։ Ես սկսեցի մտածել։ Լավ, ընդամենը մի թերթ։ Բեր մտածենք։ Բերեք խորենք։ Նոյը կառուցում է տապան։ Մարդիկ մոտենում են, հարց են տալիս։ Նոյ, ինչ ես անում։ Եղբայր, ինչ ես անում։ Տապան եմ սարքում։ Լավ, բայց ինչի համար։ Այսքան ժամանակ մենք չենք տեսել, որ ծովը ալեկոծվի, չի եղել։ Ծովը ալեկոծվի, ինչ որ
նավեր սարքեն, դու առաջի մարդ ես, նոյ ջան։ Ինձ թվում է հայերն էլ են երևի գալիս էին, նայում էին, հետևում էին, տեսնում էին նոյս եկել է։ Եթե իսկականից հայությունը այնտեղ ինչ կլներ, պատկերացնում եմ, ասենք կրպակներ կլներ, մի հատ բիսեդկա կլներ, այնտեղ կնստեին, բլոտ կխաղային, դե նոյնա 100 տարի է ինքը գործը անում։ Պետքա մի հատ նայենք, հետևենք։ Այդ ձևել մարդիկ էին։ Ես փառք ասում նոյի համբերությանը։ Ամեն օր մոտենան 100 տարի։ Մի հատ մտածեք։ Ես մեկ որ ասենք ինչ որ մեկը իր այգում գործ է անում, հարևանները հավաքվում են։ Ես ինչ ես անում։ Փոս եմ փորում։ Լսի, բախ ես այդ կողմից փորում։ Ես կողմից ավելի հարմար չի։ Դե հիմա ինձ հարմար է այդ ձև, ինձ ախորդ Փանոսի պատմությունը գիտեք, չէ՞։ Ասում է հարևան չես, հարևան։ Ասում է ինչի, որովհետև ասում է երբ որ մարդու կնիկ կռիվ էին անում, ինչի չասիր գամ թամաշ անեմ։ Հիմա դա է նոյի կյանքում, դա է, պատկերացնում եք, մարդիկ հավաքվում են բամբասանքի մեջ։ Նոյ, ես ինչ ես անում։ Նոյ, խիչ ես սենց անում։ Նոյ, այդ փայտերը որտեղից ես բերել։ Նոյ 100 տարի խաղաղություն էր եկել նոյի վրա, գիտեք ինչի, որովհետև Տերը նրա հետ էր, որովհետև նա գործում էր Տիրոջ գործը։ Նա կատարում էր այն, ինչ որ Աստված նրան ծրագիրը տվել էր։ Նա ոչ աջ էր նայում, ոչ ձախ, ոչ առաջ, ոչ հետ, որովհետև նրա արչև դրված էր ծրագիրը, նայել, գիտեք ոնց, նայել ինքն էլ չգիտեր, թե ինչ հա կատարվելու հետո, Աստված ասել էր, որ լինելու է, եթե դու 100 տարի սա կառուցելու ես, հետո ընդամենը 40 օրվա մեջ ջրեղեղը գա լինելու, 40 օր, դու 100 տարի ես կառուցում, բայց ընդամենը 40 օր, երկնքից ժայթքելու են, երկրի տակից ժայթքելու են ջրերը, երկնքից գալու է անձրևները, ընդամենը 40 օր, 2 ամիս, լավ, բայց դու 100 տարի պետքա տանջվես, 100 տարի պետքա սարքես, ինչի, որովհետև դու ես մենակ փրկվելու։ Գիտեք, Նոյը երբ որ կառուցում էր, փորձությունները շատ էր գալի նոյի կյանքում։ Դա լինում է նաև մեր կյանքում էլ։ Երբ որ տուն ենք կառուցում, երբ որ ինչ-որ գործ ենք անում, բոլորդ էլ անցել եք։ Փորձությունը գալիս են, մարդիկ հավաքվում են, տարբեր բաներ են ասում, տարբեր բաներ են խոսում, կարևորը Տիրոջ խաղաղությունը ձեր մեջ լինի, մեկ էլ համբերություն ունենաք։ Դա շատ լավ բնավորության գծեր են։ Աստված մեզ բնավորության գծեր ա տվել, եւ Աստված ուզում է, որ մենք տաշենք, տաշվենք ու սովորենք։ Բերեք նայենք նավակը ինչպես էր կառուցել։ Նավակը չուներ խարիսխ։ Խարիսխը գիտեք, չէ՞։ Յակեր։ Նավակը չուներ խարիսխ։ Ինչի համար։ Որովհետև Աստված ասել էր, դա քեզի պետք չի։ Նավակը չուներ առագաստներ։ Նավակը պետք է առագաստներ ունենա, չէ՞, որպեսզի լողա եւ որպեսզի ուղղություն տաս, աջ, ձախ, ուղիղ, հյուսիս կամ հարավ չուներ։ Նավակը ղեկ չուներ։ Գիտեք ինչի, որովհետև կապիտանը Աստված էր։ Մեր կյանքում էլ այդպես լինում, թողեք ձեր առագաստները, թողեք ձեր ղեկը, թողեք ձեր խարիսխը։ Ինչ որ մեկը, ես անցել եմ այդ ճանապարհով, ինչ որ մեկը գալիս է քո կողքը, դու յակը ռկցում ես ու սկսում ես իր հետ խոսալ, կարող է նույնիսկ մի փոքր վիճաբանություն կրվին չի ասում, մի փոքր վիճաբանություն, ինքը այդպես ասում, դու այսպես ես ասում, բայց լսեք, Տերը այդ բանը չի ուզում։ Մեր մեջ դա պետքա չլինի։ Մենք պետքա անցնենք գնանք, որովհետև մենք խաղաղասեր մարդիկ պետքա լինենք։ Մենք պետքա բերենք խաղաղություն, Տիրոջ խաղաղություն, որովհետև Տիրոջ խաղաղությունը երբ որ մեր մեջ գալիս է, դա կյանքի մեջ ամենաառավել բանն է։ Լավ, ես չի ուզում ասել, բայց կպատմեմ 3 ծառայությունից առաջ, միշտ ամեն անգամ երբ որ ես ծառայություն եմ գնում, միշտ փորձություններ են գալիս, ու ես եւ կինս պատրաստ էինք 3 երեկոյան եկանք, կենտրոնական եկեղեցու ծառայությունից եկանք, տանն ենք, հանգստանում ենք, մեկ էլ աղջիկս զանգեց, մեկ էլ երբ պապը կարա շտապ ինձ հետ զանգես, շատ կարևոր բան եմ ասում, կանչեցի կնոջս, ասի փորձությունն եկել է։ Ոչ իմ աղջիկա միջոցով, այո, զանգեցին, ասեցին, խոսացինք, փորձությունն եկել էր։ Անցանք, փառք Տիրոջը, մենք այդ փորձության դեմ
պայքարում ենք ու պայքարել էինք 4 տարի ծոմի, աղոթքի միջոցով։ Մենք պայքարում ենք, Տիրոջ ներկայությունը գալիս էր ամեն անգամ եւ Տերը մեզ հետ էր, բայց երեք գիտեք ինչ, փորձությունը եկավ, պատասխանն էլ հետը եկավ։ Մենք կնոջս հետ հասկացանք, որ մենք հաղթողներ ենք։ Այն կռիվը, որ մենք տանում էինք, մեր դեմ էր։ Բայց այդ կռիվը գիտեք ինչպեսին էր, այդ կռիվը մենք մենակ աղոթքի մեջ էինք։ Մեզ հարվածում էին, մենք աղոթում էինք։ Մեզ հարվածում ենք, մենք ծոմ ենք պահում։ Մեզ հարվածում ենք, մենք կնոջս հետ միաբան էինք։ Եվ երեք մենք ստացանք պատասխանը, հաղթողի պատասխանը։ Փառք Տիրոջը։ Տապանը մեկ պատուհան ուներ, երկհարկանի տապաններ, մեկ պատուհան ուներ։ Եվ ամենահետաքրքիրը գիտեք ինչն էր, տապանը մեկ դուռ ուներ, դուռն էլ փակվում էր դրսից։ Դուռը փակվում էր դրսից։ Որ ես մտածում ես, ասում ես, այ պետք է այդ նոյը մեր եղբայրը ինքը ներսից փակեր, կողպեր եւ այլն, ոչ Աստված ասել է դու դուռը պետք է փակես, սարքես այնպես, որ ես պետք է փակեմ, ու ես էլ պետք է բացեմ։ Որ մտածում ես, ասում ես ինչի, որովհետեւ նոյը մարդ էր։ Պատկերացնում եք, երբ որ սկսվեց ջրեղեղը, դրսից լսվեց աղաղակների ձայն, նոր, երբ որ մարդիկ գիտակցեցին 100 տարի էր նոյին ձեռք էին առնում, 100 տարի էր նոյին համբերությունից հանում էին, 100 տարի էր մարդիկ չգիտեին ինչ անեն, ասում երևի մեկը մյուսի հետ զբոսնում էին, ասում էին, հա ինչ անենք, արդեն հետաքրիր ոչ մի բան չկա, դե լավ, արի գնանք մի քիչ նոյին ձեռ առնենք։ Արի գնանք նոյի մոտ տենանք ինչ անենք, ինչ անեմ, այսօր ինչ անեմ։ Հասկանում ես, իսկ նոյը Աստծո մարդն էր, նա սիրտ ուներ։ Եվ դրա համար Աստված ասեց, պետքա դուռը դրսից փակվի, որ նոյը նույնիսկ չկարողանար բացել։ Մի վկայություն էլ պատմեմ իմ կյանքից, ինչ է համբերությունը եւ խաղաղությունը։ Սրանից մի 15 տարի առաջ էլի որտեղ որ աշխատում էի իմ փեսաներիս հետ, ես արդեն այդտեղից դուրս էի եկել, բայց ճանաչում էի ադմինիստրատորին մի քանի հոգու, մի հոգի կար, որ ինքը մկրտական եկեղեցու ծառայող էր։ Մենք շատ մոտ էինք, որովհետև միշտ երբ որ հանդիպում էինք, իրար հետ կիսում էինք խոսքով, իրար հետ բան ունեինք կիսելու, ինչի, որովհետև մի հոգով էինք շարժվում։ Փառք Տիրոջը։ Եվ խնդիր եղավ, Փեսաս մոտեցավ, ասեց, լսի, իրանք ուզում են քո հետ հանդիպեն, որովհետև առաջ դու որտեղ ես աշխատել, հիմա մենք փորձության մեջով ենք անցնում, ասի լավ, կգամ։ Ասեցի ովքեր են, ասեց տվյալ երկու հոգին կանգնած են, մոտեցա ու ասեմ, ու աղոթք անելով գնում եմ, ասեմ Տեր իմ Աստվածաշան, իմ շուրթերը օգտագործի, ես ոչ մի բան չգիտեմ ինչ ասեմ։ Ես գիտեմ, հա, որ մենք էլ սխալներ ունենք, որովհետև երիտասարդներ են, իրանք ամեն ինչ բացատրել են, բայց գիտեմ, որ մենք ճիշտն էլ ունենք։ Գնացի մոտեցա, Տերը խոսած իմ միջոցով իմ շուրթերով, ասեց շալոմ։ Այն մեկը բան չհասկացավ, մյուսը մոտեցավ, գրկեց ինձ, ասեց դու քեզ էլ խաղաղություն ես բերել, ինքը չգիտեր խոսքը ինչի մասին է։ Ասեցի, այո, Ալեքսեյ, մենք ռուսերեն էինք խոսում, որովհետև ինքը հայ չէր։ Խոսացինք մեկ էլ, գիտեք ինչ, ինքը պատասխանեց, ասեց, Ալեքսեյ, ես ինչի համար ես իրան կանչել, ասեց, դե ես խնդիր բան, ինչ խնդիր, ում հետ, Աստծո մարդու հետ դու խնդիր ես ունենեմ, Աստծո խաղաղությունն է բերել, լսի մի քիչ առաջ ես ու դու մտածում էինք, խոսք էինք ուզում, ես ասում եմ, խոսք էի ուզում, որ իմանայի տվյալ հարցի շուրջը, եկավ ասեց խաղաղություն, Փառք Աստծո, ես պետքա խաղաղությունս պահեմ քո հետ միասին, որ մեր գործն էլ գնա, ասում եմ, ինքը եկել է ինձ պատասխանն է տալիս։ Մեր երկուսիս համար պատասխան է տալիս։ Լսի, էլ ինչ ես ուզում։ Ասեց Ռուբեն ջան, գնա։ Ասեց ինչ բա։ Ես Ալեքսեյի հարցերի կլուծի։ Լսի, դու չնչին բանի համար էիր եկել։ Դու պատասխանը մեծ բանի համար բերեցիր։ Մեծ։ Ասեց գնա։ Փառք Տիրոջը, Տերը խաղաղություն բերեց իմ միջոցով իրանց ու մենք խաղաղվեցինք։ Կենտրոնական եկեղեցում խաղաղվելու մասին է, չէ՞։
տարին, խաղաղվելու տարին է, չէ՞։ Հենց այդ խաղաղությունն էր, սիրելիներս։ Եկեք կարդանք Մատթեոսի 11:28-30-ը։ Հիսուսը մի բան ասում, որը բոլորին է պատկանում, շատ կարևոր բան։ Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք եւ սովորեք ինձանից, որ հեզ եմ եւ սրտով խոնար, եւ ձեզ համար հանգիստ կգտնեք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Չկա չէ խաղաղության մասին ոչ մի բան։ Ես էլ էի մտածում։ Լսեք, եթե հոգսներ ունեք, եթե խնդիրներ ունեք, երբ որ դուք բերում եք Աստծուն եք տալիս, վստահում եք Աստծուն, դուք գիտեք, որ կա խնդիր, որ լուծում չունի։ Հիվանդության խնդիր, որ լուծում չունի, երբ որ մարդը սննկանում է, դու բերում ես Աստծուն ես տալի, Աստված քեզ ինչ է տալու։ Աստված ասում է, լսի երիտասարդ, լսի քույրս, լսի եղբայրս, լսի զավակս, ես տալիս եմ քեզ իմ խաղաղությունը։ Վերցրու իմ խաղաղությունը։ Գնա, որովհետև լուծումը ես եմ տալու։ Որովհետև ամեն մի լուծում ինձանից է, ամեն խնդրի։ Գիտեք խի, ինչի կներեք, որովհետև խնդիրն է մեծ, թե Աստված։ Աստված ավելի մեծ է։ Վստահեք Աստծուն։ Եկեք Տիրոջ մոտ բոլոր հոգնածներ, բոլոր ով բեռ ունի իր վրա։ Այն բեռը, որ Տերն ասում է, բերեք թոթափեք իմ մոտ, բերեք իմ ոտքերի տակ դրեք, վերցրեք իմ լուծը, իր լուծը գիտեք որն է, խոսքը վերցրեք, Տիրոջ խոսքը, որ իր խոսքի միջոցով դուք պատասխանը կստանաք։ Մեր եղբայրը կանգնած ծրարը ձեռքը ամեն մեկիդ կարիքների մասին աղոթք էր անում։ Մենք բոլորս միացել էինք, որտեղ 2 կամ 3 հոգի հավաքված են, Տիրոջ ներկայությունը այնտեղ է եւ Տերը լուծումն է տալիս։ Ամեն մի խնդրի։ Քանի որ մենք երկրի վրա ենք, մենք խնդիրներ ունենք, մենք խնդիրներ ունենք։ Այս երկիրը աղտոտված է խնդիրներով, խնդիրներով, այս երկիրը ինքը պետքա բուժվի, այս երկիրը, բայց բուժումը տալու է մեկը Հիսուսը, որովհետև ինքը ասեց ես հաղթեցի աշխարհին։ Այդ հաղթանակ ինքը մեզ ա տվել, սիրելիներս, այդ հաղթանակի մեջ մենք ենք, ապրում ենք։ Մի մտածեք, որ խնդիրները վերանալու են, ոչ, բայց կա մի Տեր, կա մենք ունենք Աստված, Հիսուս, որը ամեն մի լուծումը տալիս է ամեն մի խնդրի։ Ղուկաս ավետարան 15-6 խոսքերը։ Տերը աշակերտներին ուղարկեց, սկսեց ծառայությունը, Տերը արդեն աշակերտներ ուներ, 12 աշակերտներ եւ բոլորին ուզում էր պատրաստել, որպեսզի նրանք գնային երկրով մեկ, սկսեին ծառայելը, Տիրոջ գործը տարածելը, այդ գիտեք բոլորդ էլ ինչպես նրանք Հիսուսից հետո, երբ որ Հիսուսը համբարձվեց, նրանք բոլորը տարածվեցին Եվրոպայում, Ասիայում, գնացին սկսեցին ավետարանչությունը, բայց Տերը փորձնական ուղարկում էր իր աշակերտներին 2-2 եւ ասում էր ոչ մի բան ձեր հետ մի վերցրեք, ոչ մի պայուսակ, ոչ մի ուտելիք, ոչ մի հագուստ։ Եթե այստեղ խաղաղասեր մարդ կա, ձեր խաղաղությունը նրա վրա կհանգչի, ապա թե ոչ, ձեզ կվերադառնա։ Շալոմ, շալոմ, բայց ավելի լավ է հայերեն խաղաղություն։ Խաղաղություն Տերը ցանկանում է, որպեսզի դուք ձեր սրտի մեջ ունենաք խաղաղություն, որտեղ որ գնաք, մեր հովիվն է լավ ասում, հովիվ գորը, որ ասում է կանայք հրավիրում են իրենց տուն հարևանին եւ ինչ է սկսում բամբասան կամ այլ խոսք, գիտես ինչ, գիտես ինչ, չէ, սիրելիներս, եկ մենք տարածողներ լինենք խաղաղությունը, տանենք ու ասենք խաղաղություն էս տանը։ Ամեն երբ որ ձեր սրտ կիսվեն ձեր սրտի հետ, ասեն գիտես ինչ, ես քեզ կանչել եմ, աղոթք անենք, իհարկե։ Բեր աղոթք անենք, բեր քո տան համար աղոթք անենք, բեր քո խնդիրների համար աղոթք անենք, ինչի թող գա Տիրոջ խաղաղությունը, թող գա Տիրոջ ներկայությունը, թող գա Տերը այստեղ, բնակվի այստեղ, թող գա քո կյանքում փոփոխություններ, բայց դուք կզգաք սիրելիներս,
եթե այդ տան մեջ չեն ընդունում ձեր խաղաղությունը, թողեք, կարող եք թողել գնալ, որովհետև կարիքավոր այդպիսի տներում շատերը կան։ Ձեր առաջնորդության կա, որ դուք պետքա գնաք ավետարանեք, պետքա գնաք մարդկանց խաղաղություն տանեք, բայց ամենակարևորներից մեկը նաև դուք համբերատար լինեք, սիրելիներս, համբերատար, որպեսզի կարողանաք տանեք Տիրոջ խոսքը, տանեք ավետարանը։ Տերը կանչեց իր աշակերտներին, ասեց ծովն ենք անցնելու, եւ ահա սկսեցին թիավարելը, ծովի հաջորդ կողմը պետքա գնային, ծովի նավակի մի անկյունում Հիսուսը քնած էր։ Ահա փոթորիկ սկսվեց, խուճապ, բոլորը խառնվեցին իրար, աշակերտները մեկը այս կողմ էր վազում, մեկը այն կողմ էր վազում, պրոֆեսիոնալ իմիջիայլոց չմոռանանք, որ նրանք ոչ միայն ձկնորսներ են, այլ նավավարներ էին, հենց Պետրոսից սկսած, խուճապի մեջ էին, ընկել էին այս կողմ, այն կողմ, չգիտեին ինչ անեին, լսի Պետրոս ջան, եղբայրս, մյուսներն էլ, իրանք ձկնորսներ են, դուք գիտեք, չէ, ասենք լավ, Հիսուսը չլիներ, դուք գնացել եք ծով, ձուկ բռնելու, ծով էլ դուրս են գալիս երեկոյան, ուշ գիշեր, որպեսզի ձկներին որսան։ Ալիք չի լինում, թե առաջի ալիքներ, խուճապար եկան ասին, Հիսուս, քնից հանում են, Հիսուս, արթնացի, կործանվում ենք, Հիսուս արթնացավ, նայեց շուրջ բոլորը, խաղացրեց ծովը, խաղաղություն եկավ քամին, բոլորը զարմացան, Տիրոջ խաղաղությունը իրանց մոտ էլ եկավ, զարմացան, Տիրոջ խաղաղությունը իրանց մոտ եկավ։ Ես մտածում եմ, որ Տերը գալիս է ձեր սրտի մեջ էլ խաղաղություն բերի։ Ոչ միայն ամեն մի պատմություն դա մեզ է վերաբերվում։ Պատկերացնում եք, այդ նավակի մեջ վերցրեք ու ձեզ էլ դրեք, այդ նավակի մի անկյունում, ինչպիսին դուք կլինեիք։ Ես ծովը տեսել եմ, ես երիտասարդ ժամանակ երևի 13 թե 14 տարեկան հասակում ծովի մեջ եմ եղել, ես մի քիչ ծովից վախկոտ եմ, լավ լողանալ գիտեմ, բայց ծովից վախկոտ եմ, գիտեք ինչի, երբ որ նայում ես ներքև տեսնում ես երևի մի 300-400 մետր հեռավորությունը ափ ոչ մի կողմում չկա, նավի վրա ես անմիջապես կայուտա էի վազում, ինչի, որովհետև ասում եմ, Տեր ես չեմ ուզում, այն ժամանակ ես չէի ճանաչում ասում, բայց մեկը կանչում էինք, Տեր իմ Աստված ջան, չեմ ուզում։ Այդ նույն վախը թող ձեզանից հեռու լինի, ինչի, որովհետև միշտ մտածեք, որ Հիսուսը ձեզ հետ է։ Հիսուսը ձեզ հետ է եւ Հիսուսը խաղաղեցնում է ամեն ինչ, ծովն էլ, ձեր սրտերն էլ։ Հովհաննես 14:27-ը Հիսուսը իր աշակերտներին, երբ որ շուրջ բոլորը հավաքեց, եկան, ինքը ասեց, ես գնալու եմ։ Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս։ Ձեր սրտերը թող չխռովեն եւ չվախենան։ Վախ, որը հակառակն է խաղաղության։ Երբեք չկաշկանդվեք։ Ամեն մի խնդիր երբ որ գալիս է, գիտեք ինչ արեք։ Սկսեք քայլելը, սկսեք զբոսնելը։ Ես ինձանով եմ անում, սկսում եմ զբոսնելը եւ սկսում եմ աղոթք անելը։ Աղոթք եմ անում, Տեր իմ Աստված ջան, Սուրբ Հոգով, շատ ժամանակ Սուրբ Հոգով։ Աղոթք եմ անում ու ասում եմ Տեր իմ Աստված ջան, ամեն ինչ քո ձեռքերի մեջ եմ հանձնել։ Գիտեք երբ եմ հանձնել ամեն ինչ իր ձեռքերի մեջ, ինձ թվում է ձեզ ծանոթ բան կասեմ։ Երբ որ առաջի անգամ եկա այստեղ եւ իմ սիրտը տվեցի Տիրոջը, ես ինչ ասեցի, ես իմ կյանքը քեզ եմ հանձնում։ Ես իմ կյանքը քեզ եմ ասում, եկ եւ տիրի եւ ղեկավարի։ Դուք եք դա արել։ Եվ գիտեք ինչ, երբ որ դու տվել ես Տիրոջը կյանքը, մի մտածի, որ սպասի, եթե պրոբլեմն եկել է, գնամ Սաքոյի մոտ, չէ, կարող է Սաքոն չօգնի, բայց սպասի, մի հատ էս
սպասի մի հատ զանգեմ մորքուրիս տղուն, ինքը կարող է ֆինանսներով օգնի, լավ գնանք այս բժշկի մոտ, գիտեք, մի խնդիր եղավ, բոլորս էլ ժամանակակից ենք, չէ, ասենք շատ ժամանակ չենք կարողանում Աստվածաշունչը կարդանք, վերցնում ենք, մենք հեռախոսի մեջ Աստվածաշունչ ունենք եւ այնպես եղավ, որ ես նայում եմ գնոջս մոտեցա, ասի մի քիչ տեսողությունս այն չի, ասեց կարող է հեռախոսից է, ասի երևի, կարող է ինքան եմ կարդում բանանում, ասի լավ, մի երկու շաբաթ հանգիստ կտամ, երկու շաբաթ հետո ասեց չէ, տիկին ջան, ոչ մի բան չի փոխվում, տեսողությունս մեկը այդքան էլ հաջող չի, ասեց արի գնանք բժշկի, գնացինք բժշկի, իհարկե լավ բան չասեցին, ասեցին երիտասարդ քննեցին, այն ինչ որ ասեցին, ասի մի րոպե կգնանք ուրիշ տեղ, գնացին երկրորդ տեղն էլ քննեցին, նույն բանն ասեցին, ինձ երիտասարդի տեղ էի դրել, երրորդ տեղը, կինս մի քիչ ստիպեց, որ երրորդ տեղը գնանք, ու պարզվեց, որ ես միկրոինսուլտ եմ ստացել աչքիս մեջ։ Ու ասեց, մենք կփորձենք ձեր աչքը չհեռացնենք, այն վնասված է, կփորձենք, որպեսզի պահենք ձեր աչքը, ձեր տեսողությունը ձախը ընդամենը 5% է տեսնում։ Դուրս եկանք, ճիշտ ասած, այդքան էլ տրամադրություններս ընկած չէր, ասի կնոջս տիկին ջան, հարթում եմ, գրում եմ, աշխատում եմ, մեքենա վարում եմ, պրոբլեմ չկա, թող փորձեն փրկեն իմ աչքը։ Գնացինք, տեսեք, այն որ մորքուրի, հորքուրի կամ պետք է մտածես սրա նրա մոտ, մանավանդ երբ որ դու Մոսկվայում ես, երբ որ գնացինք պոլիկլինիկա, оказывается, կներեք ռուսերենից համար, բանից դուրս է գալի, որ աչքի բժիշկ կա, բայց չկա։ Գնացի բացեցի դուռը, հերթագրման համար չկա տեղ, բացեցի դուռը, աչքի բժիշկը սուրճ էր վայելում, ասեցի կարամ մտնեմ, ասեց դուք հերթագրված եք, ասի չէ, բայց ասի խնդիր ունեմ, էլի։ Ասեց երիտասարդ գնացեք հերթագրվեք, իջանք ներքև հերթագրվել, ասեց տեղ չկա, 15 օրվա համար տեղ չկա։ Ասեց եթե կարաք գոսուսլուգայով հերթագրվեք, մի խոսքով մի ամիս բան արեցինք, կինս կիսվում է մեր ծանոթների հետ, ասում է բա Ռուբենի հետ sense խնդիր կա, ոնց ասում է։ Բայց if խնդիր կա ինձ չեք ասում, չէ, ասում է մենք աղոթք ենք անում։ Մոտեցա մեր հովի մոտել, հովը աղոթք արեց, ասեց Ռուբեն ջան, ես քո համար աղոթք կանեմ, ասի հա ով ջան, ասես բայց նայի խնդիր լուծողը ընդեղ է։ Փառք Աստծուն։ Մենք խաղաղության մեջ ենք, գիտեք։ Փառք Տիրոջը, մենք ոչ մի բան չունենք կորցնելու։ Հա, հիմա երանելի այն մարդը, որ ասենք մենք երկու ոտք ունենք, բայց մարդկա որ մի ոտք ունի։ Մենք երկու ձեռք ունենք, մարդկա չունի։ Ես խոսալու ընդունակություն եմ, մարդկա խուլու համար է։ Շատ չերկարացնեմ, այդ աղջիկը զանգեց, ասեց, լսեք, Մոսկվայում այսինչ կենտրոնական հիվանդանոցում իմ ընկերուհիս գլխավոր բժիշկն է, զանգել եմ ինքը ասել է եկեք, գնացի 3 անգամ ինձ վիրահատություն արեցին, չէ ես էլի չեմ տեսնում, աչքս բրկեցին, ես ընդհակառակ, ես այնքան ուրախ եմ, գիտեք ինչի համար, չկորցրեցի աչքս, Փառք Տիրոջը, բայց հրաշք եղավ, մենք չենք շտապում, որ ընկնենք ինչ-որ մեկի ետևից, ինչ-որ մի ազգականի կամ ինչ-որ մի փեսայի կամ ինչ-որ մեկի տուն գնայինք, հարցնենք, ոնց կարող ենք գտնել, մենք մեզ չենք կորցնում, որովհետև մենք ծառայությունների մեջ ենք, մենք ես և կինս ծառայում ենք Տիրոջը, մենք խմբակներ ենք կասկածնում, եկեղեցում ենք ծառայում, Փառք Տիրոջ հնարավորության համար, որ Աստված ուղարկում է նաև ձեզ ենք ծառայում, գիտեք ինչ, Աստված է բժշկողը, բայց խաղաղությունը Տերն էր տվել մեզ։ Ուզում եմ վերջի տեղն էլ կարդամ։ 8 օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին, երբ որ Հիսուսը արդեն խաչվել էր, մահացել էր և երևացավ իր աշակերտներին,
Տերը 8 օր հետո աշակերտները դարձյալ ներսում են, Թոմասն էլ նրանց հետ, Հիսուսը մտավ փակ դռներով, կանգնեց մեջտեղումը եւ ասաց. Ինչ խաղաղություն ձեզ։ Տերը մտավ ու ասավ. խաղաղություն ձեզ։ Թող Տիրոջ խաղաղությունը բոլորիս հետ լինի։ Թող Տիրոջ խաղաղությունը բոլորի սրտերի մեջ լինի։ Թող Տիրոջ խաղաղությունը ամեն մեկիս ընտանիքում լինի։ Գիտեք, երբ որ մենք մեր զավակներին, ես հիշում եմ, երբ որ մենք մեր զավակներին դպրոց էինք ուղարկում, 2000-ի սկզբներն էր, շատ դժվար ժամանակներ էր։ Մեր աղջիկներին մանավանդ այն ժամանակ հայերի հետ մի քիչ ուրիշ էր, դժվար էր, աղջիկ երեխաներ էին, 5 աղջիկ երեխա։ Ես այդքան չունեմ, 2 իմ քրոջ աղջիկներն էին։ Ուրեմն պատկերացնում եք, կինս մյուս ծնողների հետ դուրս էին գալի դպրոցի շուրջ, բոլորը աղոթք էին անում, խնդրում էին, որ խաղաղությունը տեղ գար։ Նրանք աղոթք էին անում, որպեսզի Տիրոջ պաշտպանությունը մեր զավակների հետ լիներ։ Նրանք աղոթք էին անում, որպեսզի մենք ամուսիններով գնում էինք աշխատանքի, որպեսզի խաղաղությունը մեզ հետներ, Տիրոջ պաշտպանությունը եւ խաղաղությունը։ Դժվար ժամանակներ էր, բայց ամեն ինչ կարելի է հաղթահարել Հիսուս Քրիստոսով։ Եկեք ոտքի կանգնենք։ Հայր Հիսուսի զորավոր անունով գալիս ենք քո առաջ Տեր իմ Աստվածաշան։ Եվ խնդրում ենք Տեր իմ Աստվածաշան, քո խաղաղությունը, քո խոնարհությունը ամեն մեկիս կյանքում։ Տեր, դու առաջնորդի, դու լցրում ես քո Սուրբ Հոգով եւ քո խաղաղությունը թող լինի ամեն մեկիս ընտանիքում Տեր իմ Աստվածաշան։ Դու փառավորով ես Տեր իմ Աստվածաշան, մեր գործերով, մեր կյանքով Տեր իմ Աստվածաշան, որովհետև փառքին ու պատվին միայն դու ես արժանի։ Շնորհակալություն այս ժամանակի համար Տեր իմ Աստվածաշան, որ մենք գտնվում ենք այստեղ, որ մենք թողել ենք աշխատանք, որ մենք թողել ենք Տեր իմ Աստվածաշան տուն, որ մենք թողել ենք հանգիստ, որ մենք պետքա գնայինք ծնունդի, պետքա գնայինք ինչ որ միտեղ, բայց մենք թողել ենք, որպեսզի գանք քո հետ վայելենք այս օրը Տեր իմ Աստվածաշան, շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Փառք ու պատիվ քեզ, գոհություն քեզ։ Շնորհակալ ենք Տեր իմ Աստվածաշան, որ դու փրկել ես մեզ եւ տվել ես քո խաղաղությունը Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։